Քրիստոս հարյավ իմերելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսի Քրիստոս հարյավ իմերելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսի Քրիստոս հարյավ իմերելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսի Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգուին Սրբո ամեն Գիտեմ որ խաչված Հիսուսին եք փնտրում բայց այստեղ չէ հարություն արավ Հարության երեկո է սիրելիներ ավարտվեց մեր Տիրոջ չարչարանքների մատնության խաչելության թաղման իրականությունը Մեր Տերը երկինք իջավ երկնքից իջավ երկիր որպեսզի մարդուն նորից վերադարձնի այն ինչը որ կորցրել է Եթե մեկ բառով ասենք ինչ է հարությունը նշանակում է անմահություն Մեղքի պատճառով մարդը զրկվեց իր անմահությունից, իր երանությունից, իր խաղաղությունից, Տիրոջ ներկայությունից եւ հարությամբ նորից այդ ամենը գտավ Հարություն, որ սովորական པարզ մարդու համար, որ չի գիտակցում ինչ է հավիտենությունը, չի կարող նաև հասկանալ, թե ինչ է հարությունը Պողոս առաքյալն ասում է, թե մենք չենք հավատում Քրիստոսի հարությանը, նշանակում է աշխարհի մեջ շատ ողորմելի մարդիկ ենք, զուր է մեր քարոզությունը, զուր է նաև ձեր հավատքը, որովհետև ամբողջ մեր քրիստոնեական իրականությունը այս խորհրդի վրա է հիմնված, չկա հարություն, չկա հույս, չկա հարություն, չկա կյանք, չկա հարություն, չկա նաև խաղաղություն Հիսուս երեկավոր կյանքի վերջին ամիսներն անդադար ասում էր, որ ես գնում եմ Երուսաղեմ, պիտի մատնվեմ, չարչարվեմ, խաչը պիտի բարձրանամ, դուք պիտի ցրվեք, բայց հետո հարությամբ պիտի հավաքվեք։ Շատ դժվար է խաչի ճանապարհը, սիրելիներ։ Երբ որ մենք խաչ ենք ասում, մենք միանգամից նեղություն, ցավ, կորուստ ենք պատկերացնում, բայց խաչի վերջնամասում հարության հաղթանակն է, որով մենք գնում ենք այդ խաչին։ Ես մեկ բառ հիշեցնեմ ձեզ միայն խաչի վրա Հիսուսի 7 արտասանած խոսքերից, որ ասաց Հիսուս իր կողքը խաչված ավազակին, այսօր ինձ հետ դրախտում կլինես։ Երբ որ Հիսուսին ձերբակալեցին, նվաստացրեցին, ծաղրեցին, ոչ ոք Հիսուսին չպաշտպանեց, սիրելիներ, ոչ առաքյալները, ոչ աշակերտները, ոչ նրա բժշկված մարդիկ, ոչ այն մարդիկ, ում կյանքում հրաշքներ էր տեսել, ոչ ոք Հիսուսին չպաշտպանեց։ Այդ ամբողջ ճանապարհը, որ Հիսուս Երուսաղեմից մինչև Գողգոթա գնաց, ոչ ոք Հիսուսի հետ չխոսեց։ Եվ Հիսուս էլ ոչ ոքի չպատասխանեց։ Հիշում եք, թե Պիղատոսը, թե Հերովդեսը, թե մյուսները ասում են, ինչու ես լռում, տես քո մասին ինչ ամբաստանություն են անում, բայց Հիսուս շարունակում է լռել։ Միայն խաչված ավազակը, որ հույս չուներ գուցե, որ սկզբում ինքն էլ մյուսների հետ հայոյում էր Հիսուսին, ծաղրում էր Հիսուսին, որ եթե դու ես Քրիստոսը, համ քեզ փրկիր, համ մեզ, միայն նա համարձակվեց Հիսուսին պաշտպանել։ Ամբողջ աշխարհի մեջ միայն խաչված ավազակը Հիսուսին պաշտպանեց, որ իր մահվան վերջին րոպեներ, իր ամբողջ կյանքը չարությամբ, գողությամբ, սպանությամբ, ավազակությամբ էր անցկացրել, արժանի պատիժներ ստանում, խաչով պիտի գնար։ Բայց երբևէ ինքը չէր կարող մտածել, որ հանկարծ իր կողքը աշխարհի փրկիչը պետք է լինի։ Եվ նա պիտի նայր հայացքի մեջ եւ ասի Տեր, հիշիր ինձ, երբ որ գաս քո արքայությամբ, եւ Տերն էլ պիտի ասիր, այսօր ինձ հետ դրախտում կլիներ։ Չի ասում այսօր դրախտում կլինես, այլ ինձ հետ այսօր դրախտում կլինես։ Դու որ իմ ցավին ցավակից եղար, ինձ հիշեցիր, խոստովանեցիր, ինձ հետ հավիտենական կյանք կունենաս։ Իր վերջին րոպեներն էր ավազակը, չգիտեր որ կողմ նայեր, ինչպես նայեր, բայց երբ որ Հիսուսի տառապանքը տեսավ, ցավը տեսավ, հավատաց Հիսուսին, որ Աստծո որդին է։ Եվ այդ օրվանից դարձավ Հիսուսի անբաժան ընկերը։ Երկրորդ Հիսուս խաչի վրա ասում է. Հայր ների սրանց, որովհետև չգիտեն ինչ է անում։ Ամենասարսափելի պահն էր Հիսուսի համար։ Ամբողջ մարմինը քրքրված, տանջված, թշե պսակ իր գլխի վրա այդ ցավերի մեջ, մարմինը ցավերի սարսափելի տքոցների մեջ, բայց նորից մտածում է մեղավոր մարդու մասին, ասելով. Հայր ների սրանց, որովհետև չգիտեն ինչ են անում։ Այսինքն
իմ սերը ձեր ատելությունից ավելի շատ է։ Սա էր ուզում Հիսուս ասել, որ ինչքան էլ ինձ ատեք, ինչքան էլ արհամարհեք, ինչքան էլ այս ձեր կյանքի մեջ ինձ համար ժամանակ չտրամադրեք, մեկը ես շարունակում եմ ձեզ սիրել։ Ձեր կյանքում հրաշքներ պիտի գործեմ։ Ձեզ ամեն օր պիտի հայտնվեմ ցույց տալու, որ այս աշխարհի մեջ ժամանակավոր կեղծ արժեքներով, փողի համար, պաշտոնի համար, որևէ մեկի ձեր հպարտության ոտնահարելով ոչնչի չեք հասնելու, մահը պիտի մոտենա։ Խաչված ավազակը 28 տարեկան էր այդ պահին, որ Հիսուսի կողքը խաչված էր, սիրելիներ։ Իր ամբողջ կյանքում ինչ ասես արել էր, բայց խուսափել էր պատժից։ Բայց համա ինքը գալիս է, կանգնում է, այլևս ոչինչ չկա։ Միայն Հիսուսի աչքերն են նայում իր աչքերի մեջ, եւ ինքը այդ աչքերի մեջ տեսնում է անսահման սերը, հավիտենությունը, հույսը եւ Տիրոջը խնդրում է իր հետ, որ իրեն հիշի, երբ որ գա իր արքայության։ Ոչ միայն մեղքերն է խոստովանում, ոչ միայն Հիսուսին է պաշտպանում, այլև ասում է, երբ որ գաս, ինձ հիշիր, որ այստեղ հավատացի, խաչի վրա մահվան ժամին հավատացի քեզ։ Երբ Հիսուս խաչվեց, միանգամից ամեն բան մտնեց, սիրելիներ։ Այնտեղ կանգնածներից, ովքեր որ խաչում էին, հեթանոս զինվորները, Ղուկիանոս հայրապետը իր զինվորներով խոստովանեցին, ասելով, որ իրոք որ այս մարդը Աստծո որդին էր։ Երբ Հիսուսին գերեզման դրեցին, այսօր շաբաթ առավոտյան հրեաները չխաղաղվեցին, գնացին Պիղատոսի մոտ ասելով, որ այս մոլորեցնողը քանի ողջ էր, ասում էր, որ երրորդ օրը հարություն պիտի առնի։ Արի դու պահակներ նշանակիր նրա գերեզմանի մոտ, որպիսի հանկարծ նրա առաքյալները գիշերով չգան, գողանան, հետո ասեն, որ հարություն առել եւ ավելի մեծ մոլորության մեջ դնեն մարդկանց։ Եվ գնացին գերեզմանը, կնքեցին կնիքով ու պահակներ կանգնացրեցին։ Երբ հանկարծ գիշերվա պահին մեծ դղրդոց եղավ, գերեզմանը բացվեց, Հիսուս դուրս եկավ, այդ պահակներն իրենք սարսափահար գնացին քաղաք եւ ասացին, ում որ դուք խաչել էիք եւ ուրախացել եք, որ հաղթեցիք, նա ողջ է, դուք պարտվել եք։ Եվ ինչ արեցին։ Ասում է շատ գումար տվեցին, ասացին կասեք, որ քնած էինք, եկան եւ գողացան։ Եթե գործը հասնի դատավորին, մենք նրան այնքան հաճելի շատ փող կտանք, որ ամեն ինչ կլրվի։ Եվ ասում այս զրույցը մինչև այսօր տարածված է Հրեաստանում։ Եվ նույնն է, սիրելիներ, այսօր աշխարհը նույն ձևով վճարում է, որ ամեն օր մեզ ասեն, որ հարություն չկա։ Սուտ է հավիտենական կյանքը։ Մեկ կյանք ենք ապրում, մի անգամ ծնվել ենք, մի անգամ պիտի մեռնենք։ Կերեք, խմեք, զվարճացեք, ձեր մարմինը ինչպես ուզում եք օգտագործեք, դաջվածներ արեք, թմրանյութ օգտագործեք, հարբեցողությամբ զբաղվեք, պոռնկությամբ զբաղվեք, սպանեք, գողացեք, ինչ ուզում եք արել։ Մի կյանք է։ Այսպես նաև անասունն է ապրում, ով որ հոգի չունի եւ միայն ուտելու եւ բազմանալու մասին է մտածում։ Մարդը ի տարբերություն կենդանու ունի հոգի, ինչի համար որ մենք այսօր հավաքված ենք այստեղ, այդ հոգուն նորից իր անմահության գեղեցկությունը վերադարձնելու։ Ինչ է անում մարդը, սիրելիներ, երբ մութը ընկնում է, մարդը ասում է, միթե սա է վերջը, այդ մթության մեջ, լռության մեջ չգիտի։ Երբ մարդը մահանում է, նույնն է, տանում ենք, դնում ենք փոսի մեջ, հողը լցնում ենք, քարը դնում ենք վրան, նորից ենք ասում, միթե սա է վերջը։ Հետո գնում ենք նորից այդ գերեզման, տեսնում ենք, որ չի բացվել, ոչ ոք դուրս չի եկել, նորից ենք ինքներս մեզ հարցնում, միթե բոլորիս վերջը սա է։ Այո, ով չի հավատում, իր վերջը դա է։ Փոքրիկ հողաթումբը, Աստծո խոսքի համաձայն, հողիր եւ հող պիտի դառնաս։ Բայց հարությունը մեզ հիշեցնում է, որ գերեզմանը անպայման դատարկ պիտի լինի։ Պիտի գերեզմանը բացվի, լույսը, հույսը պիտի գա եւ այսօր այդ հույսն է, որ մեզ ավետվում է աշխարհի մեջ, որ մենք հավատանք, որ մենք մարդիկս միայն չարչարվելու համար չենք։ Պատկերացնում եք, մեկը ծնվում է այս աշխարհի մեջ հիվանդ, հետո ձեռք է բերում հիվանդություններ, պատերազմ, անարդարություն, երկրաշարժ, ջրհեղեղ, միթե Աստված մարդուն ստեղծել է այս ամենի մեջ չարչարվելու, հետո մեռնելու։ Երբեք ու երբեք սա չի կարող սեր ունեցող մեկը այսպիսին ցանկանա իր դիմացինին։ Մենք հայերս ասում ենք, իմ թշնամուն անգամ չեմ ցանկանում այս ամենը։ Եթե մենք իբրև մարդ գիտակցում ենք, որ քո թշնամուն էլ չի կարելի անեծք տալ, չարություն մաղթել, նրան անիծել,
Ուրեմն Աստված երբեք մարդուն չէր կարող այդպիսի մի կյանք տալ։ Աստված մարդուն ստեղծել էր հավիտենական։ Մարդը ոչ մի բանի խնդիր չուներ, ամեն օր Աստծո ներկայության մեջ էր։ Ու հանկարծ մի օր հավատաց սատանայի խոսքին, որ այս աշխարհի մեջ ինքն էլ կարող է Աստված լինել։ Եվ մենք մինչև այսօր ձգտում ենք այդ աստվածությանը։ Բոլորիս մեջ նստած է, որ մենք մեր ստրուկն ունենանք։ Բոլորիս մեջ նստած այն միտքը, որ մեկն ունենա ում հրամայենք, գոռանք, նվաստացնենք, ծաղրենք, հայոյենք, ինչպես ուզենք նրա հետ վարվենք։ Դա էլ այդ կեղծ աստվածության փնտրտուքն է։ Մարդ, որ կոչված է իշխանության, իր ենթականերին ինչպես ուզում այնպես վարվում է։ Բայց տեսեք Հռոմեացի զինվորականի խոնարհությունը, երբ Հիսուս ասում է՝ «Արի գնանք քո տուն, քո ծառային բուժեմ», ասում է՝ «Ես արժանի չեմ, որ իմ տուն մտնես։ Ես իշխանություն ունեցող մարդ եմ, իմ ծառան ասում եմ՝ սա արա, անում է, այն արա, անում է, դու միայն ասա եւ իմ ծառան կառողջանա»։ Եվ Հիսուս ասում է՝ «Քո հավատքը փրկեց քեզ»։ Եվ այս երկրի մեջ ասում է, այս մարդու հավատքի պես հավատք չտեսա։ Ուրեմն իշխանությունը, որ տրված է մեկին, տրված է ծառայելու, ոչ թե ծառայեցնելու համար։ Տրված է այդ մարդկանց, ովքեր իր իշխանության ներքո են, խնամելու եւ ցույց տալու, որ այս կյանքի մեջ մենք հավիտենության համար ենք ապրում։ Երբ որ Հիսուս հարություն առավ, սիրելիներ, մարդիկ նորից չհավատացին։ Երբ Մարիամ Մագդաղենացին մյուս կանայք վազելով գնացին ասելու, որ գերեզմանը դատարկ է, բոլորը զարմացան։ Միայն Պետրոսն ու Հովհաննեսը վազելով գնացին գերեզման տեսնել։ Երբ որ դատարկ գերեզմանը տեսան, ասում իրենց մտքի մեջ մտածում են, թե ինչ էր սա, նորից չհասկացան։ Բայց երբ որ քարը գլորված, բացված տեսան, հավատացին կանայք, յուղաբեր կանայք։ Եվ այսպես էլ մենք ենք թաղման հաջորդ օրը գերեզման գնում այդ հույսով, որ այնտեղ միայն մեր ֆիզիկական մարմինն է դրված, բայց ոչ երբեք մեր անմահ հոգին, որտեղ հոգին չի կարող սահմանությունների մեջ ինքը սահմանափակվել, չի կարող ինքը մի փոքրիկ հողաթմբի տակ ապրել։ Հոգին Աստծուն է պատկանում եւ հարությանն է պատկանում։ Ուրեմն Հիսուս եկավ ինչ անելու, սիրելիներ, հարության միջոցով ինչ անելու։ Մեր մեղքի պատճառով գերեզման դարձած մարմնի վրայից հանելու այդ կափարիչը եւ մեր վախը, կորուստը, ցավը, մեր երկյուղները, մեր խառը մտածումները կենթանացնելու, հիշեցնելու, որ սա վերջը չէ, հարությունը սկիզբն է նոր կյանքի։ Եվ ինչպես որ Հիսուս հարություն առնելուց առաջ գերեզմանի մեջ մարմինը մնաց այնտեղ, ինքը հոգով իջավ դժոխքում քարոզեց, շատերը նույնիսկ դժոխքում հավատացին եւ Հիսուսի հետ դուրս եկան գերեզմաններից, մտան քաղաք եւ շատերը ճանաչեցին, սա վկայությունն է այդ հավիտենական կյանքի։ Եվ ինչու ենք մենք Հիսուսին այսօր 21-րդ դարում փնտրում, սիրելիներ։ Որն է մեր փնտրելու նպատակը։ Մենք ինչու ենք այսօր այստեղ հավաքված։ Մի փոքրիկ ճրագի լույս տանելու, դա մեզ երբեք երջանկություն չի բերելու։ Եթե Հիսուսին այդ լույսի հետ քո տուն չես տանում, դա մեզ երբեք չի ուրախացնելու, եթե քո ուրախության պատճառը Հիսուս ինքը չէ։ Դա երբեք քո տան գժտություններն ու խռովությունները չի լուծելու, եթե դու ինքդ Հիսուսի սիրով քո տան անդամին չմոտենաս։ Մեր հայրենիքը երբեք խաղաղ չի ապրելու, եթե մենք իբրև ժողովուրդ իրար հետ չհաշտվենք Քրիստոսով։ Միայն Քրիստոսի անունը կրելով մեզ վրա մենք քրիստոնյա չենք դառնում։ Այդ սովորական մոմի լույսը վառելով մեր հոգու խավարը չի անհետանում։ Միայն մոմի լույսը վառելով մենք սուրբ չենք դառնում։ Սեղանի շուրջ նստելով ուրախանալով, հավկիտ խաղալով, ձուն ներկեցինք, սարեցինք, նարեցինք, մեր տան մեջ երջանկություն, առավոտը նորից նույն խնդիրների առջև ենք կանգնելու, որովհետև հենց ինքը հարության Տերը ներկա չէ մեր կյանքերի մեջ։ Սա է այսօրվա մեր պատգամը։ Տեսեք, աշխարհը ժամ առ ժամ զարգանում է։ Գիտությունը ամեն տեսակ նվաճումներ այսօր գրավում։ Այն ժամանակ համակարգիչը մի քանի մետրանոց էր, հիմա մի փոքրիկ այսքան լուսկու թուփի պես կարող ես մոտդ պահել ու օգտագործել։ Բայց մարդիկ դրանից երջանիկ չեն դառնում։ Աշխարհում պատերազմները չեն դադարել, հակառակը, ատելությունը, թշնամությունը ժամ առ ժամ է շատանում մարդկանց կյանքի մեջ։ Ընտանիքները, որ գալիս կանգնում են եկեղեցում Քրիստոսի առջև, իրենց սերն են խոստովանում, ամեն երրորդ այսօր Հայաստան աշխարհի մեջ, աշխարհում ամեն երկրորդ ընտանիքը բաժանված է։ Այսօր աշխարհի մեջ քրիստոնյաները բազում ծերանոցներ ու մանկատներ են կառուցում,
որովհետև սեր չունեն իրենց ծնվածի կամ իրենց ծնողի հանդեպ այդ հարգանքը պահել։ Աստված ասում է՝ սիրիր քո հորն ու մորը եւ հիշեք, սա միակ պատգամն է, որ այս աշխարհի մեջ երկար ապրես։ Ուրեմն տեսեք ինչքան կարևոր է սիրես, հարգես, որպեսզի երկար կյանք ունենաս այս աշխարհի մեջ։ Աշխարհը մեզ ամեն բան հեշտացրել է, բայց մենք ամեն օր դժգոհ ենք։ Ինչու՞, որովհետև մենք չենք կարող սահմանափակվել այս աշխարհի տվածով։ Ամենապարզ օրինակ այս երեխաներին ամենաթանկարժեք խաղալիքը տվեք, 2 օր հետո այլևս այդ խաղալիքն իրենց համար արժեք չունի, որովհետև դա հրոպեական ուրախություն է պատճառում, ժամանակավոր։ Իսկ մարդը հավերժ երջանիկ լինելու համար պետք է մեկին ունենա, ով անդավաճան իր հետ պիտի քայլի մի ամբողջ կյանք։ Դու մենակ ես, նա քեզ հետ է։ Հուսահատության մեջ ես, նա քո ձեռքը բռնած է։ Անորոշության մեջ ես, քո ճանապարհին ինքը լույս է բացում։ Վստահ չես քո ուժերի վրա, ինքը քո թիկունքից ապավեն է դառնում։ Վախենում ես, ինքն ասում է՝ մի վախեցիր, ես քեզ հետ եմ։ Երբ որ դուք Աստվածաշունչը ծայրից ծայր կարդաք, այնտեղ 2 բառ պիտի գտնեք, 365 անգամ ասված՝ մի վախեցիր։ 365 օրերի համար Աստված ասում է՝ մի վախեցիր, ես քեզ հետ եմ։ Որ պահին որ վախեցար, որ պահին որ երկչոտեցիր, որ պահին որ նահանջեցիր, պիտի պարտվես եւ հարությունը քեզ համար արժեք չունենալու սիրելիներ։ Շատ կարևոր է այս հարության վիճակը ապրել։ Միայն նշելը չէ, այլ պիտի ապրես, ինչպես որ ծնվելը դեռ կյանք չէ, այլ այդ կյանքը պիտի ապրես, որ քո ծնունդը արժևորես, այնպես էլ հարությունն է։ Հարություն առնելը մեկ բան է, հարության խորհուրդը վառ պահելը քո կյանքի մեջ մեկ բան է։ Մենք չպետք է վախենանք այս աշխարհի մեջ, ինչ էլ որ լինի, ով մեր կողքը լինի, չլինի, Տերը միշտ մեզ հետ է, մեզ հետ քայլում է։ Եվ ինչպես ավազակին է ասում, ինձ հետ այսօր դրախտում կլինես, սա ամեն օր մեզ է ասում։ Երբ որ մենք մեր մեղքերը խոստովանենք, մենք մեր սխալը գիտակցենք եւ Տիրոջը խնդրենք, որ մեզ առաջնորդի արքայություն, ինքը անդավաճան սիրով գալու է մեզ հետ։ Դա միակ սերն է աշխարհի մեջ, որ տեսեք ատելությանն անգամ հաղթում է։ Իր ցավի մեջ, իր արնահոսող մարմնի մեջ, իր տանջված մարմնի, արհամարված մարմնի մեջ ասում է Տեր ներիր սրանց, որովհետև չգիտեն ինչ են անում։ Նրանց մասին է մտածում, ովքեր իրեն խաչում են, կարծես Տիրոջն ասելով Հայր, ես իմ արյամբ քաբեցի նրանց մեղքերը, խնդրում եմ սրանց էլ կընդունես քո արքայության մեջ։ Այս սրա համար ենք մենք այսօր այստեղ հավաքված, սիրելիներ, որ մեր մեղքերը Տիրոջ արյունով ներված են։ Մենք մաքրված ենք, սրբված ենք, ուրեմն ապրեք այդ հարության վիճակով։ Մեր ժամանակը շատ կարճ է, շատ։ Մենք վաղը հնարավորություն չենք ունենալ մեկին ասելու սիրում եմ քեզ։ Կորցնելուց հետո շատ եմ ասել, պետք չի որևէ մեկին սեր խոստովանել։ Կենթանի ժամանակ սիրեք, իր ողջ ժամանակ նրան այցելեք, տեսեք, գնահատեք, զանգեք, հարցրեք ինչպես ես։ Որպեսզի հարության ժամանակ ձեր այդ ամեն զանգը վկայությունի, որ այս մարդը իրոք սիրես, Տեր, քո սիրուց ինքն էլ մի կաթիլ ունեցավ իր մեջ։ Եվ մենք էլ երբ որ գնանք գերեզման, նույն ավետիսը պիտի լսենք։ Խաչված Հիսուս այստեղ չէ, հարություն առել, ձեզ էլ է ապրեցել, հույսի եւ լույսի օր է դարձրել այս օրը ձեզ համար, սիրելիներ։ Թող այս հարության երեկոն յուրաքանչյուր մեկիս համար վերածննդի առիթ դառնա, օրհնության օր դառնա, մեր կյանքը վերարժևորի, որ ինչ որ կա մեր կյանքի մեջ, սրանք բոլորը միջոցներ են այդ հարությանը մոտենալու։ Մոտեցար Հիսուսին, գտար Հիսուսին, դու էլ կասես համարձակ եւ ավազակի պես կպաշտպանես այս խոսքերը, որ Քրիստոս հարյավի մեռելոց, ոչ թե կեղծ բառեր, ոչ թե ուղղակի խոսքեր, որ ասում ես, այլ քեզ ապրեսնող, քո ներսի կյանքը ցույց տվող բառեր, որ դու այդ բառերով ապրում ես, պարզապես շուրթերիցը դուրս եկող խոսքեր չեն, այլ քո ներսի կյանքի վկայությունն է բոլոր մարդկանց համար։ Թող Տեր օրհնի բոլորիդ, իր խաղաղության ու սիրո մեջ պահի, ձեր հարության լույսը անմահ պահի, որպեսզի երբևէ ամոթով չմնանք, այլ իբրև լույսի որդիներ համարձակությամբ ասենք. Քրիստոս հարյավի մեռելոց, ձեզ եւ մեզ մեծ ավետիս։